մի ամբողջ Շատ վախենում 5 տակարան, ամբողջ 5 տակ, եթե շատ ուղիղ նայենք 5 տականի ամբողջ առաքելությունը այն էր, որ ընտրվեր մի ժողովուրդ, եւ այդ ժողովրդին տարեր շարունակ կրթեր Աստված, դասիրակեր, սովորեցներ, որ այդ ժողովուրդը հավաքական իբրև ժողովուրդ կարող էր ընդհանրապես մի հատ Աստվածածին ծնել։ Ընդհանրապես այդ ընտրյալ ազգի խորհուրդը ամենակարևոր առաքելությունը Աստվածածին ծնելն էր։ Իսկ դրա համար, որպեսզի ազգը հասնի դրան, տարեր անցել։ Տարեր ու ինչքան անցուդարձ ու ի վերջո այդ ազգը կարողացել է մի հատ Աստվածածին ծնել, որի միջոցով Աստված եկավ աշխարհ։ Ամբողջ 5 տականի խորհուրդը դրա մեջ է։ Աստված որպեսզի Աստվածածին ծնի։ Պես որ շիրուն բան եք ասում։ Օրինակ այս դիտանկյունից չգիտեմ, արդյոք մեր հավատավորները երբևէ մտածել էին։ Չգիտեմ, բայց ամեն դեպքում դրա համար մենք Աստվածամոր հիշատակին այսքան կարևորություն ենք տալիս, որովհետև մի ամբողջ հսկա խորհուրդ է ամփոփում իր մեջ։ Ուղղակի ոչ միայն մարության, գեղեցկության, հավատքի խոնարհության, այդ ամենից առավել շատ ավելի հզոր բան կա։ Ցել անգամ Սուրբ Կաթողիկեի մատուրում է, հետո Սուրբ Աննա եկեղեցում, եւ մտածում են նաեւ հենց Սուրբ Աննայի մասով էլ նույնը։ Այսինքն մայր, որը գիտեր, որ ունենալու է դուստր, որ անցնելու է դուղով, ու դե կարելի է ուղղակի խելագարվել, էլի։ Եթե չունենաս հավատք, ուժեղ հավատք։ Քո մարդկային զորությունը այդքան չի։ Այո, այդքան չի, բայց նաև կարևոր է, չէ՞, այս ամեն ինչը Սուրբ Աննա, Սուրբ Աստվածածինը, իրանք օրհնություն են մեզ։ Մենք կարող ենք այդ շնորհը լիարժեքը կալել, այն ինչ որ իրանք մեզ տալիս են, այդ շնորհը ընդունել, այդ շնորհին տեր լինել, մեր ուժերի ներածին չափով։ Գոնե դա կարող ենք անել։ Մի ամբողջ 5 տակարան, ամբողջ 5 տակ, եթե շատ ուղիղ նայենք 5 տականի ամբողջ առաքելությունը այն էր, որ ընտրվեր մի ժողովուրդ, եւ այդ ժողովրդին տարեր շարունակ կրթեր Աստված, դասիրակեր, սովորեցներ, որ այդ ժողովուրդը հավաքական իբրև ժողովուրդ կարող էր ընդհանրապես մի հատ Աստվածածին ծնել։ Ընդհանրապես այդ ընտրյալ ազգի խորհուրդը ամենակարևոր առաքելությունը Աստվածածին ծնելն էր։ Իսկ դրա համար, որպեսզի ազգը հասնի դրան, տարեր անցել։ Տարեր ու ինչքան անցուդարձ ու ի վերջո այդ ազգը կարողացել է մի հատ Աստվածածին ծնել, որի միջոցով Աստված եկավ աշխարհ։ Ամբողջ 5 տականի խորհուրդը դրա մեջ է։ Աստված որպեսզի Աստվածածին ծնի։ Պես որ շիրուն բան եք ասում։ Օրինակ այս դիտանկյունից չգիտեմ, արդյոք մեր հավատավորները երբևէ մտածել էին։ Չգիտեմ, բայց ամեն դեպքում դրա համար մենք Աստվածամոր հիշատակին այսքան կարևորություն ենք տալիս, որովհետև մի ամբողջ հսկա խորհուրդ է ամփոփում իր մեջ։ Ուղղակի ոչ միայն մարության, գեղեցկության, հավատքի խոնարհության, այդ ամենից առավել շատ ավելի հզոր բան կա։ Ցել անգամ Սուրբ Կաթողիկեի մատուրում է, հետո Սուրբ Աննա եկեղեցում, եւ մտածում են նաեւ հենց Սուրբ Աննայի մասով էլ նույնը։ Այսինքն մայր, որը գիտեր, որ ունենալու է դուստր, որ անցնելու է դուղով, ու դե կարելի է ուղղակի խելագարվել, էլի։ Եթե չունենաս հավատք, ուժեղ հավատք։ Քո մարդկային զորությունը այդքան չի։ Այո, այդքան չի, բայց նաև կարևոր է, չէ՞, այս ամեն ինչը Սուրբ Աննա, Սուրբ Աստվածածինը, իրանք օրհնություն են մեզ։ Մենք կարող ենք այդ շնորհը լիարժեքը կալել, այն ինչ որ իրանք մեզ տալիս են, այդ շնորհը ընդունել, այդ շնորհին տեր լինել, մեր ուժերի ներածին չափով։ Գոնե դա կարող ենք անել։